Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառին Թաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Ուժեղ Հայաստանը դատի է տալու ՔՊԵ-ականներին, ինչ է հայտարարել կուսակցությունը։ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է Գագիկ Ծառուկյանին, որ բիզնեսն է ուզում պետականացնել Փաշինյանը։ Քաղաքական բախումներ ուղիղ եթերում, հոգեկան անկայունություն, թե թաքնված տեխնոլոգիա, ինչ է բացահայտում Փաշինյանի վարքագիծը։ Խախտիր, հետո կներենք, հանրային պահանջ, թե օրենքի նահանջ։ Ուժեղ Հայաստանը դատական հայցեր է ներկայացնելու բոլոր այն ՔՊԵ-ականների դեմ, որոնք ապատեղեկություն են տարածել։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի եւ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։ Կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել է, որ այն փողը, որը ՔՊԵ-ականները ստիպված կլինեն վճարել իրենց տարածած ապատեղեկության համար, կուղեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնին, սենյակների վերանորոգման համար։ Կուսակցության փաստաբանական թիմը արդեն կազմում է հայցադիմում։ Հիշեցնեմ, որ քննչական կոմիտեն Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնել։ Իրավապահների փոխանցմամբ նա ենթադրաբար թաքցրել է այլ երկրի քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու փաստը եւ միգրացիոն ծառայություն ներկայացրել կեղծ տեղեկություն, նշելով, թե այլ պետության քաղաքացի չէ։ Գործը հարուցվել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելու հոդվածով, որը նախատեսում է մինչև 3 տարվա ազատազրկում։ Նարեկ Կարապետյանն էլ հերքել է մեղադրանքները եւ հայտարարել, որ Հայաստանի քաղաքացիությունից բացի այլ երկրի քաղաքացիություն երբևէ չի ունեցել։ Կարապետյանի խոսքով իշխանությունը այս քայլով փորձում է շեղել հանրության ուշադրությունը ներքաղաքական վիճակից։ Կարապետյանը երեկ էլ էր հերքել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի լինելու մասին տեղեկությունը։ Ես բացի Հայաստանի քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, երևի կյանքում Ռուսաստան ավելի քիչ եմ ապրել, քան օրինակ Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Այդ իսկ պատճառով Ալեն Ռոբերտովիչ այդպիսի բաներ մի արեք։ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է, որ Գագիկ Ծառուկյանից կխլի Արարատ ցեմենտ գործարանը։ Նրա խոսքով ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատ ցեմենտ գործարանը լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Նախընտրական մթնոլորտի վերաբերյալ մտահոգություն է հայտնել նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարել է, որ նախընտրական գործընթացում կիրառվող խոսույթն ու ճնշումները խորացնում են հասարակական պառակտումը եւ վտանգներ ստեղծում պետականության համար։ Լրջագույն սպառնալիքներ են ստեղծվում հայոց պետականության համար։ Անթույլատրելի է հանուն քաղաքական սեփական նկրտումների, եկեղեցու եւ եկեղեցականության թիրախավորման քայլերը, ինչպես եւ հայոց եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ արհեստականորեն ներքաշելու փորձերը։ Հասցեական արձագանք պետք է լինի հարկադրանքի միջոցներով եւ սպառնալիքներով եկեղեցականների վրա ներազդելու մի շարք հոգեվորականների նկատմամբ ապօրինի քրեական վարույթներ նախաձեռնելու դեպքերին։ Անդրադարձ պետք է կատարել նաեւ եկեղեցական կանոնակարգից շեղված հոգեվորականներին խրախուսելու, առանձին քահանաների հետ ապօրինի աշխատանքային պայմանագրեր կնքելու, իսկ կարգալույծներին պետական հովանավորությամբ հոգեվոր ծառայության նշանակելու դատապարտելի դեպքերին։ Միջազգային պատկան կառույցների եւ իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքին են սպասում նաեւ եկեղեցու ինքնակառավարմանը միջամտելու իշխող քաղաքական ուժի հակաիրավական գործողությունները։ Փաշինյանի պահվածքը հարցեր է առաջացնում նաև միջազգային պարբերականների մոտ։ Ռուսական մամուլն էլ է անդրադարձել Նիկոլ Փաշինյանի վարքագծին։ Պարբերականներից մեկը գրել է, որ Փաշինյանը կարծես աստիճանաբար կորցնում է ինքնատիրապետումը։ Հակառակ դեպքում դժվար է բացատրել նրա ագրեսիվ հանրային վարքագիծը նախընտրական քարոզարշավի ընթացքում, որն արդեն հանգեցրել է ձերբակալությունների եւ քրեական գործերի։ Իզվեստիան գրել է, որ մինչև հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանի ընտրությունը մնացել են ընդամենը շաբաթներ, սակայն իրական դրաման ծավալվում է ոչ թե նախընտրական շտաբներում կամ հեռուստատեսային բանավեճերում, այն եռում է եկեղեցիներում, Երևանի մետրոյի նեղ տարածքներում եւ աղմկոտ բակերում, որտեղ Փաշինյանի յուրաքանչյուր խոսքը դիմավորում են ոչ թե ծափահարություններով, այլ ծանր լռությամբ։
Քաղաքացիների հետ վիճաբանություններ, լարված ելույթներ, սուր արձագանքներ ու վիրավորական արտահայտություններ։ Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանի վարքագիծը դարձել է ակտիվ քննարկման թեմա, թե քաղաքական, թե մասնագիտական շրջանակներում։ Մի մասը սա դիտարկում է որպես անկառավարելի էմոցիոնալ ֆոն, մյուսները հստակ հաշվարկված քաղաքական տեխնոլոգիա, ուղղված հասարակության ուշադրությունը վերահսկելուն եւ սեփական ընտրազանգվածը մոբիլիզացնելուն։ Հոգեկան անկայունություն, թե թաքնված տեխնոլոգիա, ռեպորտաժում։ 2021 թվականին հրապարակված ձայնագրությունում Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Ղարաբաղյան բանակցային գործընթացի որոշ փուլերին նշում էր, որ իրավիճակից դուրս գալու համար պետք կլինի իր խոսքով իրեն գժի տեղ դնել, թեկուզ մի քիչ ոչ ադեկվատ թվալով։ Դա կլինի կտրի կարտացության մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նիադեկվատ տվալով, դա կլինի մի քիչ բանականով, բայց այդ կամերից պետք է դուրս բացնել։ Այս հայտարարությունը տարիներ անց նորից հայտնվում է քաղաքական դիսկուրսի կենտրոնում արդեն Փաշինյանի հրապարակային վարքագծի եւ քաղաքացիների հետ լարված հանդիպումների ֆոնին։ Լսեք, ես Ղարաբաղի акցենտով որ մասկետով Ղարաբաղի акցենտով Նախընտրական քարոզ արշավն ընթանում է ոչ միայն խոստումների, այլև աճող լարվածության պայմաններում։ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումները քաղաքացիների հետ ուղեկցվում են կոշտ բանավեճերով, փոխադարձ մեղադրանքներով, իսկ որոշ դեպքերում նաև քաշքշուկներով ու անվտանգության աշխատակիցների միջամտությամբ։ Ամեն ինչ հասկանալի է, սա պոպուլիզմ է, սա ակնհայտ եւ միգուցե ազդեցիկ պոպուլիզմ է, երբ որ ինքը զգացմունքային կերպով փորձում է ներազդել բնակչության վրա։ Այսպիսի վարքագիծը նոր երևույթ չէ համաշխարհային քաղաքականության մեջ, տարբեր երկրներում տարբեր առաջնորդներ փորձել եւ շարունակում են փորձել հասարակության հետ կառուցել առավել անմիջական, երբեմն նաեւ կոնֆլիկտային կապ, իրենց ներկայացնելով որպես ժողովրդի մարդ։ Փորձագետի գնահատմամբ խնդրահարույցն այն է, որ քաղաքական խոսույթը երբեմն չի սահմանափակվում միայն էմոցիոնալ դաշտով, այլ կարող է հետագայում ուղեկցվել պետական ինստիտուտների գործողություններով, ինչը ըստ նրա խորացնում է քաղաքական լարվածությունը։ Աթանեսյանը նաև ընդգծում է, որ նման իրավիճակներում առավել վտանգավորն այն չէ, թե ինչպես է արտահայտվում քաղաքական գործիչը հանրային դաշտում, այլ այն հնարավոր հետևանքները, երբ այդ խոսույթը կարող է վերածվել ինստիտուցիոնալ ճնշումների կամ հետագա սանկցավորված գործընթացների հիմքի։ Պատմության մեջ անգամ ամենախիստ բռնապետներից մեկը Ստալինը այս պահվածքը չի ունեցել, նշում է սոցիոլոգը։ Հետևաբար, սա արևելյան ստալիզմ է, երբ ղեկավարը փորձում է ժողովրդավարական մշակույթը փոխարինել խիստ ավտորիտար մոտեցումներով։ Վատը այն է, որ ըստ էության, եթե դա լիներ 18 թիվը եւ Թավշյա հեղափոխություն, ապա ինքը որպես հեղափոխական բոլորովին ադեկվատ պահված կդրսևորեր այդպիսի բաներ անելով։ Հեղափոխականներին դա հատուկ է։ Զգացմունքայնություն, գոռալ եւ այլն, բայց նա արդեն հեղափոխական չէ առնվազն 8 տարի։ Սոցիոլոգը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը կարելի է դիտարկել որպես քաղաքական տեխնոլոգիայի դրսևորում, որտեղ անձնական ոճը եւ հաղորդակցության ձևը վերածվում են ազդեցության գործիքի։ Իր պահվածքը տեխնոլոգիա է, իսկ տեխնոլոգիան իր պահվածքն է։ Նա տիրապետում է ազդեցության մեթոդաբանությանը, նա նաև կրում է այդ ազդեցության կարողությունները, նա ունի կարողություններ ազդելու, ներազդելու, նա ռետոր է, նա արտացոլում է հասարակության մի սեգմենտի, որոշակի սեգմենտի բնութագրիչներ։ Հոգեբան Կարինե Նալչաջյանը անդրադառնալով Փաշինյանի հրապարակային վարքագծին նշում է, որ նման իրավիճակներում քաղաքական առաջնորդի էմոցիոնալ սրացումը կարող է դիտվել որպես անձի ներքին հոգեբանական վիճակի եւ իրականության ընկալման ստրեսային դրսեւորում։ Ինքնաբացահայտվում է իր բնույթը, իր էությունը, իր խորքային, այսպես կերպար ինչպիսին է, ինչի ինքը ընդունակ, որն է իր համար այդքան բնական արտահայտվելու ձևը։ Դիմակները հանել է եւ ուրեմն արտահայտվում է այդպես։ Հոգեբանի կարծիքով երկրի ղեկավար հանդիսացող մարդը լիովին գիտակից է եւ առողջ ու պետք չէ առաջ տանել պնդումները, թե նրա պահվածքը կարող է դիտարկվել որպես հոգեկան անկայունության արդյունք։ Ինքը իսկապես էմոցիոնալ վիճակում է, որովհետև ինքը անընդհատ բախվում է այն իրականությանը, որը ինքը չի ուզում տեսնել։ Այն իրականությանը, որը իրեն ասում է, որ քեզ ուրեմն մերժում են մարդիկ,
քեզ չեն ընտրելու մարդիկ։ Այնպես որ իր համար ավելի դժվար է դառնալու, ինքը շատ լավ հասկանում է, որ վերարտադրվելը դառնալու է ծայրահեղ դժվար։ Մասնագետները նշում են, որ քաղաքական առաջնորդների կոշտ ու երբեմն ագրեսիվ պահվածքը հաճախ կարող է ծառայել կոնկրետ քաղաքական նպատակի։ Բարձր էմոցիոնալությունը, կտրուկ հակադարձումները եւ հրապարակային բախումները երբեմն օգտագործվում են սեփական ընտրազանգվածին մոբիլիզացնելու, ուժեղ առաջնորդի կերպար ստեղծելու կամ քաղաքական օրակարգը փոխելու համար։ Խնդրահարույց է ոչ միայն Փաշինյանի պահվածքը, այլև հայտարարություններն ու նախընտրական խոստումները։ Օրենքը սովորաբար գործում է մեկ սկզբունքով՝ խախտման համար պատասխանատվություն, բայց նախընտրական փուլում այդ սահմանը երբեմն սկսում է աղոտ դառնալ։ Հայաստանում վերջին օրերին քննարկումների կենտրոնում մի նախաձեռնություն է, որի մի մասի համար սոցիալական թեթևացում է, մյուսների համար իրավական համակարգի վտանգավոր նահանջ։ Քաղաքական պայքարի թեժ ֆոնին հարց է առաջանում, որտեղ է ավարտվում հանրային համակրանքը եւ սկսվում պետության պատասխանատվությունը քաղաքացիների անվտանգության առաջ։ Թեմային Անահիտ Սարգսյանն է անդրադարձել։ Նախընտրական քարոզարշավում վարչական ռեսուրսի կիրառման մասին խոսակցությունները որքան էլ հերքում է իշխանությունը, նորթափ ստացան Նիկոլ Փաշինյանի հրապարակած հարցումից հետո։ Խաղադրույքը բարձր է, առանց կրկնակի քննության վարորդական իրավունքի վերականգնում, պարզապես սահմանված վճարը մուծելու դիմաց, բայց հանրային համակրանքը կարող է արդյոք փոխարինել օրենքով սահմանված պատասխանատվությանը։ Քննություն տալը դա պարտադիր է։ Ոնց որ մարդիկ ասեն մենք չենք կարողանում զենքի կանոնների վերաբերյալ քննություն տալ, բայց մենք զենք ենք ուզում։ Առաջարկը ներկայացվեց ոչ թե մասնագիտական կամ իրավական քննարկման ձևաչափով, այլ հանրային քվեարկության միջոցով։ Եվ հենց այստեղ էլ առաջանում է հիմնական հարցը. կարելի է արդյոք իրավական պատասխանատվության մեխանիզմները վերանայել սոցիալական ցանցերում ձևավորված տրամադրությունների հիման վրա։ Որևէ մեկը իրավունք չունի այլոց իրավունքների հաշվին, կյանքի իրավունքի հաշվին, առողջության իրավունքի հաշվին, այլ անձանց իրավունքներ տալ։ Եթե այդ անձին խնդիր չունեն, կարող են գնալ քննությունները հանձնել ստանալ։ Եթե Նիկոլ Փաշինյանը ուզում այդ անձանց արտոնություններ տա, կարող է այդ մարդկանց արտոնություն տալ, այսինքն սահմանել, որ պետական տուրքը, չգիտեմ, չնայած ես դրա հետ էլ մեծ հաշվով համաձայն չեմ, բայց պետական տուրք չի գանձվում։ Թեման չի վրիպել նաև դիտորդական կազմակերպությունների ուշադրությունից։ Ականատես դիտորդական առաքելությունը իր օրագիր համար 16-ում արձանագրել է նախաձեռնության իրավաչափության կամ արդյունավետության վերաբերյալ որևէ մասնագիտական հիմնավորում չի ներկայացվել։ Ավելին, դիտորդները նկատում են, նախընտրական փուլում նման խոստումը կարող է ընկալվել որպես վարչական ռեսուրսի կիրառմամբ քաղաքական աջակցություն ստանալու փորձ։ Ականատես դիտորդական առաքելության գնահատմամբ վարորդական իրավունքը 1 տարի անց, թեկուզ որոշակի պայմաններով, առանց քննության վերականգնելու առաջարկի ներկայացումը եւ դրա հնարավոր իրագործումը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում խիստ խնդրահարույց է վարչական ռեսուրսների չեզոք եւ ոչ խտրական օգտագործման սկզբունքի ապահովման տեսանկյունից։ Սա նաև կարող է ազդել քաղաքական մրցակցության հավասար պայմանների ընկալման վրա, առավել ևս, որ նշյալ նախաձեռնությունը նախապես նախատեսված չի եղել Հայաստանի կառավարության կողմից եւ դրա համար չի ներկայացվել որևէ իրավաչափ եւ մասնագիտական հիմնավորում։ Առավել ուշագրավ է, որ ընդամենը 1 ամիս առաջ Փաշինյանը նույն թեմայով բոլորովին այլ դիրքորոշում ուներ։ Ամենայն հարգանքով բայց զրկելու այս քաղաքականությունը զոհերի թիվը նվազեցրել է։ Այդ հայտարարության ժամանակ Փաշինյանը ոչ միայն կասկածի տակ էր դնում համաներման իրավական հիմքերը, այլ նաև շեշտում էր, որ վարորդական իրավունքից զրկման մեխանիզմը նպաստում է ճանապարհային անվտանգության բարձրացմանը։ Իսկ ինչ փոխվեց 1 ամսվա ընթացքում։ Ստացվում է, որ մարդը կարող է նորմալ վարել ավտոմեքենան, խմած չնստել ղեկին, չզրկվել, ենթադրենք կոպիտ խախտումների առիթ չհանդիսանալ, բայց մյուսը, որ այդ ամեն ինչը իրեն թույլ է տալիս, որոշ ժամանակ անց կարող է ներվել, որովհետև երկրում ընտրություններ են։ Մասնագետների խոսքով սա ոչ միայն վտանգավոր նախադեպ է, այլ նաև հակաիրավական մոտեցում, որովհետև խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք զրկվել են իրավունքից արագությունը գերազանցելու, ոչ թափ վիճակում վարելու կամ այլ կոպիտ խախտումների համար։ Այս դեպքում առանց քննության իրավունքի վերականգնումը կարող է ընկալվել որպես պատասխանատվության արժեզրկում։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ սա ուղղակի ընտրություններից առաջ ձայներ շահելու փորձ է։ Առաջին հերթին սա պետք է դիտարկել նախընտրական զարգացումների համատեքստում, սա քայլ է, որ այդ մարդկանց
ձայները, սա պետմատական ձայները ստանալու քայլ է։ Երբ պետությունը հետևողականորեն ընտրում է նախախտիր հետո կներենք տրամաբանությունը, վտանգվում է օրենքի հիմնական գործառույթը՝ կանխարգելումը։ Եթե նույնիսկ հասարակության 75%-ը կողմ է որոշմանը, դա դեռ չի նշանակում, որ այն իրավական եւ անվտանգային տեսանկյունից արդարացված է։ Ոչ միայն խախտում է այլոց իրավունքները, այլև մեծ ռիսկ է ներկայացնում այլոց համար, որովհետեւ եթե անձինք չեն կարողանում քննությունը տեսնել, այդտեղ տարբեր պատճառներ կարան լինեն։ Կանոնները չգիտեմ, կարող են նաև, չգիտեմ, IQ-ի որոշակի մակարդակ չեն կարողանում հաղթահարել եւ այլն։ Իշխանությունն ըստ էության առաջարկում է մեղմացնել օրինախախտ վարորդների նկատմամբ կիրառվող պատասխանատվության համակարգը այն պայմաններում, երբ ճանապարհային պատահարների վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ մնալ։ Միայն 2025 թվականին վարորդական իրավունքից զրկվել է 5450 մարդ, իսկ իրավունքից զրկված անձանց կողմից արձանագրվել է մեքենա վարելու 9466 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 283 մարդ, ավելի քան 7000-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս ֆոնին հարցը մնում է բաց։ Նման որոշումը կնպաստի անվտանգության բարձրացմանը, թե հակառակը կխորացնի խնդիրները։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն չի ձեռնարկելու։ Նա շեշտել է, որ Ռուսաստանի նախագահի հետ ունի շատ ջերմ ընկերական հարաբերություններ։ Իսկ Մոսկվան վերջին օրերին հստակ հայտարարում է, որ այս ամսվա վերջին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկելու են Հայաստանի անդամակցության հարցը։ Արևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է ցինիկ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել քարոզարշավի ժամանակ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած վերջին միջադեպերի վրա։ Նա հիշեցրել է հայ քաղաքացիների մասին, որոնց վրա Փաշինյանը հիմա գոռում է։ Դիվանագետը նաև հիշեցրել է Սպիտակում տեղի ունեցած դրվագը, որտեղ Փաշինյանը մեղադրել է Ազատի կացարանում այրված զինվորի պապիկին փողով բողոքի ցույցի գալու համար։ ԱՄՆ-ն հայտարարել է հակաիրանական պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ Վաշինգտոնը սահմանափակումներ է կիրառել տասնյակ կազմակերպությունների, լցանավերի եւ ֆիզիկական անձանց նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկված են ոչ միայն իրանական, այլև մի քանի այլ երկրների կազմակերպություններ։ Թեհրանը զգուշացնում է տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է նոր հետևանքներ ունենալ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատերազմի վերադարձի դեպքում Միացյալ Նահանգներին նոր անակնկալներ են սպասվում։ Նրա խոսքով Իրանը պատերազմի ընթացքում արդեն ցույց է տվել իր ռազմական հնարավորությունները, այդ թվում ոչնչացնելով ամերիկյան արտադրության F-35 կործանիչ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ բանակցությունն անցել է բարեկամական եւ վստահելի մթնոլորտում։ Կողմերը քննարկել են երկկողմ գործակցության կարևոր հարցեր, իսկ բանակցություններին մասնակցել են նաեւ ռուսական կառավարության ու խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ։ Խաղաղության եւ զարգացման ցանկությունը Ռուսաստանի եւ Չինաստանի ժողովուրդների կամքն է, լայնածավալ գերիշխանության եւ անկայունության պայմաններում։ Մերձավոր Արևելքում իրավիճակը գտնվում է պատերազմի եւ խաղաղության միջև կարևորագույն խաչմերուկում։ Ռուսաստանի եւ Չինաստանի միջև բարձրորակ ռազմավարական համակարգումը նպաստում է երկու երկրների վերածննդին եւ զարգացմանը։ Ռուսաստանի եւ Չինաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների ու համագործակցության մասին պայմանագիրը գնալով ավելի կարևոր է դառնում միջազգային իրավիճակի վատթարացման պայմաններում։ Չինաստանը եւ Ռուսաստանը պետք է խթանեն համաշխարհային կառավարման ավելի արդարացի համակարգի կառուցումը։ Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն հունիսի վերջից սեպտեմբեր Թուրքիայում կտեղակայվի ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգ եւ 150 հոգանոց գերմանական զորախումբ։ Բերլինում ասել են, որ գերմանական զինվորական ստորաբաժանումը ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևում ինտեգրված հակաօդային պաշտպանությունն իրականացնելու շրջանակում կփոխարինի ամերիկյան ուժերին։ Հիշեցնեմ, որ մայիսի 18-ին Գերմանիայի եւ Թուրքիայի արտգործնախարարները համաձայնել էին 12 տարվա դադարից հետո վերականգնել երկու երկրների ռազմավարական երկխոսության մեխանիզմը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը։